Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն այսօրվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության դեսպանությունը, Արգենտինայի Հանրապետությունը, Իսրայել-Նահայերի ցեղասպանությունը, խոշոր կրակն է, Արցախում լսվում պայթյուն է, Սաուդյան Արաբիան առաջին դոնումը բացահայտորեն մտալ է Իրանադեմ պատերազմի մեջ, Ամերիկան թազա պատժամիջոցներ սահմանալ Իրանադեմ Հորմուզա նեղուցին դարդան, Վանա Սուրբ Գևորգ եկեղեցին հայկական պատմական գերեզմանոցը պահպանության տակի առնվելու են։ Շուշվա 2020 թվականի Մարտյան Եղեռնը հայոց պատմության ամենասև ջրամինը, հրատարակվել Արցախի երկրորդ պատերազմի մասին թազագիտական աշխատություն։ Բուենոս Այրես 19 հուլիս 2026 թիվ Լա Նասիոն օրաթերթի տնօրեն պարոն Ֆերնան Խուլիո Սագիերին հարգելի պարոն տնօրեն որպես Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան իմ խորին շնորհավորանքներն հղում ձեզ ու Լա Նասիոնի խմբագրակազմին Իսրայել-Նահայերի ցեղասպանությունը խորագրավ խմբագրական հոդվածի հրապարակման առիթավը։ Այս հոդվածը վկայված էր օրաթերթի խմբագրական անկախության մասնագիտական պետսյուր պատասխանատվության ու պատմական ճշմարտությանը նվիրվածության մասին հայերի ցեղասպանության ճանաչման կարևորությունը ընդգծելով այն նպաստում է պատմական հիշողության պահպանմանը, արդարության ամրապնդմանը, ապագա հանցագործությունների կանխարգելմանը։ Շնորհակալություն հայտնում ձեր սկզբունքային դիրքորոշման հետի։ Ընդունենք խնդրում իմ խորին հարգանքնապետσյուր գնահատականը դոկտոր Գիլերմո Կարամանյան, Արգենտինայի Հանրապետությունում Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպան։ 2026 թվականի հուլիսի 19-ին ընթերցման տևողությունը 1 րոպե։ Հայերի զանգվածային տեղահանությունները ցեղասպանություն 1915-ից 1923 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային տեղահանությունն բնաջնջումը 20-րդ դարի ամենածանր ողբերգություններից են։ Ըստ գնահատականների շուրջ 1.5 միլիոն հայ զոհվել է, մինչդեռ Թուրքիան շարունակում է ժխտել ցեղասպանությունը։ Երկար տարիներ Իսրայելը Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու նպատակով չնչացրի հայերի ցեղասպանությունը, բայց վերջին տարիներին Իսրայելակառավարությունը վերանայել է իրեն դիրքորոշումը, որակել է որպես պատմական ու բարոյական պարտք։ Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր ցեղասպանության ժխտումը պատմության միտումնավոր խեղաթյուրում է։ Պիտի ողջունենք են փաստվել Իսրայելը միացյալ այն պետություններին, որոնք ճանաչել ու դատապարտել հայերի ցեղասպանությունը, միջազգային հանրությունը պետք է շարունակի պաշտպանել պատմական ճշմարտությունը, նպաստել ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը։ Հրդեհներին բռնկվել Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի մի քանի շեների մոտակա պես տարածքների մասին հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ հակառակորդի ԱԻՆ-ի հրդեհներին բռնկվել Ակնայի, Վարանդայի ու Ջրականի շրջանների շեների մերձակայքի պես տարածքներում առանձին արվող հատվածներում լսվում են վղի մեջ մնացած ռազմամթերքի պայթյուններ, հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացահայտորեն միացյալ է Ամերիկային Իրաքում Իրանի կողմից աջակցվող շիական խմբավորումների դեմ հարվածներին Իրանը նախորդ հարձակումների ետը Ամերիկայի տվյալներով գործողությունը նպատակով ունեցել կանխել հարձակումները ամերիկյան զորքերի ու սաուդյան էներգետիկ ենթակառուցվածքների դեմ։ Հարվածների դարդան ըստ ամերիկյան ու իրաքյան աղբյուրների զոհվել շուրջ 20 իրանցի խորհրդատու, առնվազն 20 աշխարհազորային։ Ամերիկան տնտեսական պատժամիջոցներ սահմանել իրանական երկու ընկերության ու 8 լցանավի նկատմամբ մեղադրելով Թեհրանին Հորմուզա նեղուցում առևտրային նավագնացությունից եկամուտները ստանալու տրանք աբեկցությունն ու ԻՀՊԿ-ի գործունեությունը ֆինանսավորելու հետի օգտագործելու մեջ։ Վաշինգտոնը հայտարարել էր նեղուցավ նավագնացությունը պիտի լինի ազատ ու նախազգուշացրել Իրանին թազա հարձակումների դեպքում հնարավոր պատասխան գործողությունների մասին։ Վանա Իփեքիոլուի քաղաքապետարանը սկսել է Սուրբ Գևորգ եկեղեցին ու հայկական պատմական գերեզմանոցը պահպանության տակ վերցնելու գործընթացը։ Մասնագետների հանձնաժողովը ուսումնասիրել է տարածքով պատրաստել զեկույց վերի հիման երան քաղաքապետարանի խորհուրդը քննարկելու է հետագա քայլերը։ Նախաձեռնությունը նախատեսման նաև ուսումնասիրել Վանի մյուս պատմական եկեղեցիներն ու հայկական գերեզմանոցները։ Շուշվա Մարտյան Եղեռնը 1920 թվականի մարտի 22-ից 26-ը ադրբեջանական զինված ուժերն խմբավորումները Շուշիում իրականացրան հայ բնակչության զանգվածային կոտորածներ, հրկիզումներ ու թալան։ Մինչ այդ քաղաքը համարվել է Սարյան-Անդրկովկասի կարևոր հայկական մշակութային ու կրթական կենտրոններամինը։ Հարձակման դարդան ավերվել է հայկական թաղամասը, սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ, իսկ շուրջ 1700 հայկական տներից կանգուն մնացան ընդամենը 25-ը։ Շուշին համարյա թե ամբողջությամբ հայաթափվել է, կորցնել ավերան պատմական ու մշակութային դիմագիծը։ Շուշվա Մարտյան Եղեռնը պատմաբանների կողմից որպես հայ ժողովրդի դեմ իրականացված բռնությունների շարունակությունը մինչ օրս մնում է ազգային հիշողության կարևորագույն ջրամինը։ Գալուս Գյուլբենկյան հիմնադրամը հայտնաբերել էր 44-օրյա պատերազմը Հայաստան-Ադրբեջան պայքարը Արցախի հետի անգլերեն գիտական աշխատությունը այժմ անվճար հասանելի է առցանց։ Հատոր միջազգային հեղինակները վերլուծումը 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի քաղաքական, ռազմական ու հումանիտար միջազգային հետևանքների նպատակ ունենալով ուսումնասիրությունը հասանելի դարձնել գիտնականներին, լրագրողներին, ուսանողներին ու քաղաքականության մշակողներին։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստել ապրիկ շադրության հետի պնդկացիք։